Եվ հաշվի առնվի համայնքների բնակչության կարծիքը։ Դուք համաձայն եք դրա։ Ես մի առաջարկություն ունեմ, քանի որ երկու համայնքից ներկայացուցիչներ էլ կան, դարձյալ ու դարձյալ ես ուզում եմ անդրադառնալ օրենքի հենց այդ կետին։ Հարգելիներ, եթե մարդ կա, որ մինչև հիմա չգիտի, որ կառավարության կողմից օրենքն ընդունվել է 2006 թվականին եւ 19 տարի չեն անդրադարձել այդ կետին, հետո 2021 թվականին մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել է միայն մուլտիտրանսը եւ շահել է 250 դրամ ուղևորցի արժեքով, այն դեպքում, երբ այդպիսի ուղևորցի արժեք այս կողմերում չի եղել ընդհանրապես, մեզ կառավարությունում դա պատճառաբանեցին նրանով, որ մրցույթի մասնակիցը մեկ ընկերություն է եղել եւ իրենց առաջարկած այդ ուղևորցը գինը թողել են նույնը։ Հիմա ես ասում եմ, թող ինձ ներեն, բայց ինձ կասկածելի է թվում, որ մրցույթին մասնակցում է ընդամենը մեկ ընկերություն եւ հաղթում եմ, էլ չասեմ, որ օրենքը ընդունվում է 2006 թվականին եւ 19 տարի չի գործում ընդհանրապես, իսկ 2021 թվականին մրցույթ հայտարարելուց հետո եւս 4 տարի չի գործում եւ որոշում են միկրոավտոբուսները երթուղի բերել 2025 թվականին եւ արդեն աստղաբաշխական գներով։ Հիմա ասեմ, ես հարց եմ բարձրացրել նաև կառավարությունում։ Այս ընթացքում արդյոք բարելավվել է այն խոցելի խավերի կյանքը, որոնք նվազագույն աշխատավարձ եւ նվազագույն կենսաթոշակ են ստանում։ Իսկ բոլորս գիտենք, որ հանրային տրանսպորտից օգտվում են հենց այդ խավի մարդիկ եւ ընտանիքներ կան կոնկրետ Պրոշյանում, որի անդամներից 4-ը նույնիսկ 5-ը օգտվում են հանրային տրանսպորտից։ Հանրային տրանսպորտից են օգտվում նաև մեր զոհված զինվորների ընտանիքի անդամները, երեխաներ, 3 երեխա, կինը, ծնողները, նրանք ի վիճակի են տանելու այս ֆինանսական բեռը։ Ես ուղղակի այս դեպքում պահանջում եմ, ուղղակի այո, պահանջում եմ, որ հարգեն այն մարդկանց ընտանիքների իրավունքները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար։ Իսկ մենք, մեր կառավարությունը, մեր, ինչ ասեմ, թո իշխանավորները չէ, մեր համամարզեցիներն ասեմ, մեր ուղղակի հայ մարդիկ այդ մարդկանց արյունը չեն արժևորում, չեն հարգում մարդկանց կորուստը եւ ցույց տան ուղղակի ուշադրություն։ Իհարկե, այդ մարդկանց կորուստը անդառնալի է, հազար ներողություն, բայց իմ տղան 44-օրյա պատերազմի մասնակից է, ամսի 28-ին գնացել է եւ զորացրվել է դեկտեմբերի 24-ին։ Երբ իմ աշակերտները զոհվեցին, ես անասելի տառապանքներ եմ տարել, որովհետեւ զանգից զանգ եմ ապրել։ Ես Փառք Աստծո կորուստ չեմ ունեցել, բայց իմ աշակերտները իմ հարազատներն են։ Նրանք եւս ինձ համար են զոհվել, մեզից յուրաքանչյուրի համար են զոհվել։ Այսօր մենք պարտավոր ենք գնահատել նրանց։ Հարգելի լրագրողներ, շատ ներողություն եմ խնդրում։ Ուրեմն այսպիսով ձեր ներկայությամբ հայտարարվեց, որ մենք երկու համայնքներով բացառապես միասնական ենք գործելու այսուհետ, մենք ամբողջությամբ միանում ենք Պրոշյան համայնքի հարցադրմանը, պահանջին եւ Պրոշյան համայնքը նույնպես միանում է մեր պահանջին։ Այսուհետ, հարգելի լրագրողներ, մենք դա արձանագրեցինք, շնորհակալություն։ Տիկին Պետրոսյան, խոսեցինք 44-օրյա պատերազմի մասնակիցներից, ինչպես նաեւ զոհերի մասին, դուք նշել եք ձեր խոսքում, որ կարծես թե զեղչերի պահնել է այս տրանսպորտի փոփոխությամբ իջնում, կբացատրեք մանրամասնեք այս մասին։ Երևի բոլորին է հայտնի, որ հիմա հանրային տրանսպորտից արտոնյալ կարգով օգտվում են զոհված
զինվորների 44-օրյա պատերազմի մասնակիցների ընտանիքների անդամները բոլորը ընդ որում, բայց ես տեղեկացել եմ ստույգ աղբյուրներից, այդպես հենց ոչ թե օդից կախված լուրեր են, այլ ինձ հայտնել է այդ մասին պատասխանատու պաշտոնատար անձ եւ ասել է արտոնությունից կօգտվեն 3 պատերազմի մասնակիցների զոհերի ընտանիքների ընդամենը 1 անդամ 10 տարի ժամկետով, դա ես վիրավորանք եմ համարում նվաստացուցիչ, ստորացուցիչ առաջարկ, 1000 ներողություն, ինչպես կորակեն ուրիշները չգիտեմ, բայց ես որպես մարդ, որպես ուսուցիչ, որի աշակերտները գնացել եւ հայրենիքին իրենց կյանքն են նվիրել, արյունն են նվիրել, այսօր նրանց ընտանիքի անդամները եզակի ուշադրության, բացառիկ ուշադրության են արժանի եւ այս քայլով մենք ավելի շատ վիրավորում ենք, քան վերաբերմունք ենք դրսևորում դրական։ Տիկին Պետրոսյան Պրոշյան համայնքում շաբաթ օրը կրկին դուք բողոքի ակցիա եք կազմակերպել, այդ ակցիայից հետո որևէ արձագանք եղավ կառավարության կողմից։ Կարծեմ ոչ մի, կոնկրետ ես չեմ իմացել, ինչ որ ինձ հայտնում են ստույգ աղբյուրները, ճիշտ ասած, ես հարգում եմ մեր ոստիկաններին, ուղղակի ճնշող է, երբ իրենք մեզնից մի քանի անգամ շատ են, բայց ինձ զանգահարել ուղիղ ասել են, որ խորհուրդ չեն տալիս փակել ճանապարհը, որովհետև այս անգամ ուժ է գործադրվելու։ Իհարկե իրենք փաստում են, ասում են, համոզում են, որ եկել են մեզ պաշտպանելու։ Ես համոզված եմ, հենց այդպես է։ Իրենք վարձատրվում են մեր հարկերի հաշվին եւ պարտավոր են մեր իրավունքները պաշտպանել, մեր անվտանգությունը պաշտպանել։ Եթե դրա համար են եկել, բարով են եկել եւ իրենց գնդապետին ես ասացի, հիմա իմ թևը բավականին լուրջ վիրահատական միջամտություն է արված եւ ցավեր ունեմ բավականին լուրջ, ես եկել եմ, որ իրենց համար հեշտ լինի, ինձ վրա ուժ գործադրելը շատ ավելի հեշտ է, քան մնացածին, չեմ կարող ընդդիմանալ, բայց հուսամ, որ իրենք այս մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած այսքան աղետներից հետո հետևություն արած կլինեն եւ իրենց գործառույթը պատվով կկատարեն, որն է ժողովրդին պաշտպանել, անվտանգություն պաշտպանել։ Պետրոսյան, երբ որ կառավարությունում դուք տարբեր քննարկումների մասնակցեցիք, կարծես թե դուք ոգևորվել եք, դրական պատասխան էր ձեզ սպասվում, դուք ասեցիք մեր հարցը լուծվել է, հա, եւ հիմա ինչու է նորից կառավարությունը այսպես վարվում հասարակ ժողովրդի հետ։ Նախ իրենք կարելի է ասել տողատակով մեզ խոստացան, որ Պրոշյան կմտնի առնվազն կամարի մոտով, հենց առաջին կանգառից կթեքվի կգա Երևան, բայց ամենայն հավանականությամբ ու այստեղ, ինչ ասեմ, գուցե շատ համարձակ հայտարարություն եմ անում, բայց ինձ թվում է, որ մուլտիտրանսի հետ իրենք չեն կարողացել այդ հարցը կարգավորել, որտեղ մուլտիտրանսը ամենայն հավանականությամբ ակնկալում ու հավակնում է, որ ինքը կկարողանա գերակադիրք գրավել Պրոշյանում, այնպես որ 25 համարը քիչ-քիչ երթուղուց դուրս գա։ Իմ մտավախությունը կոնկրետ դա է, դրա համար Պրոշյանցիներն ասում են 25 համարը, իհարկե մենք միացել ենք հասախցիներին եւ 59 համարը պիտի բարձրանա գյուղ, մտնի գյուղ նոր դուրս գա։ Տիկին Պետրոսյան, եթե ոստիկանները փորձեն խոչընդոտել եւ նրանք ասում են, որ դուք ապօրինի եք ճանապարհը փակում, ինչ եք անելու։ Դե իրենք բերման կենթարկեն, եթե ուժ գործադրեն, բերման պիտի ենթարկեն մի քանիսին, ես խորհուրդ կտամ, կդիմեմ կանանց ու կասեմ, թող իրենք առաջին շարքում կանգնեն, թող կանանց բերման ենթարկեն, ոչ թե տղամարդկանց երիտասարդներին, որտեղ իրենց համար մի քիչ ավելի դժվար է։ Ես էլ կգնամ, չեմ մտածի, որ կարող է թևս նորից վնասվել, ես կգնամ, թող ինձ բերման ենթարկեն։ Ես այնքան շատ եմ եղել այսպիսի հարաբերությունների մեջ, ես շատ եմ տեսել։ Այն, որ մեր ոստիկանները հիմա ավելի զուսպ պահվածք են դրսևորում, շատ ողջունելի է, բայց ես չեմ մոռացել, որ անհետ կորած զինվորների ծնողներին էին քաշ տալիս մեր ոստիկանները, զոհված զինվորների ծնողներին էին քաշ տալիս, դա էլ ենք տեսել, էլի դրա համար խոսքն ու գործը երբեմն հակասում են, մեղմ ասած չեն համապատասխանում։ Հետո լրիվ չեն կարա հավաքել տանի։ Այս կամ ժողովուրդը կհավաքեն կտանին։ Իսկ եթե դրանով փորձեն ձեզ վախեցնել։ Վախենալու երեխայք ինչ եք վախեցնենք։ Այս կամ ժողովրդի կամքը կոտրել չեն կարա։ Հիմա լավ մեկին տարա։ Վաղ այդ հարցերի լուծումը։ Ես ինքս Պրոշյան համայնքի բնակիչ եմ։ Գնում եմ աշխատանք, ինչով եմ գնալու։ Իջնելու եմ ֆիզիկայի խաշմերուկ, չէ։ Իջնելու եմ ֆիզիկայի խաշմերուկ, չէ։
Ունդեից գնամ տրանսպորտով։ Իսկ իմ աշխատանքի բայրում երբ որ ես խնդիրներ եմ ունենում, դա ոնց ենք լուծում։ Մեկ, երկրորդը, դուք պատկերացնում եք յուրաքանչյուրս։ Լավ, ունենք ավտոմեքենաներ, մի օր այդ ավտոմեքենաները խփվելու են, չէ՞, կանգ են առնելու, յուղն ապջանալու եւ այլն։ Ինչով են բարձրանալու մարդիկ տները յանց։ Լավ աշխատանքից ուսանողները այդ հարցերին կոռեկտ լուծում պետք է ունենան իրենք։ Հա, հանեք, լավ, դեմ չենք, շահել եք, հանեք, էդ էլ հատվել եք, հանեք։ Բայց ժողովրդին պետք է ինչ-որ մի հատ փոխադրամիջոց տան, չէ՞։ Իրանք այդ գազերները ձեզ տրամադրում։ Ներեք ես հարց տվեցի, հիմա ես աշխատում եմ Կոմիտասում։ Ես քանի տրանսպորտ փոխեմ, որ գնամ հասնեմ իմ աշխատանքի վայր։ Աշխատում եմ Մալազիա Սեբաստիայում համայնքում։ Քանի տրանսպորտ փոխեմ, որ ես հասնեմ իմ աշխատանքի վայր ու խնդիրներ չառաջանա դրանով։ Աշխատավարձերը 75,000 դրամ է։ Ներեք աշխատավարձից, ֆինանսականից չենք խոսում, լավ, մի ձևի հարմարվում ենք։ Եթե ֆինանսականից չեք խոսում, հիմա ձեր պահանջը ո՞րն է, եթե ասում եք ես 3 տրանսպորտ պետք է փոխեմ, դա Եթե գալիս, հա, առաջ ունեցել են գազելներ 114-ը, ճիշտ է։ 114-ը իջելա միջը մանումետ Կոմիտաս։ Իսկ հիմա հա լավ շահես, խեմ բերում մտցնեն ֆիզիկայի խաշմերում։ Թող հասնեն գոնա, էլի X վեքսին։ Հասկացանք, ժողովրդին ճնշում են։ 75,000 դրամով։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այսօր ժողովրդին ճնշում են։ Ես կրկնում եմ, հիմա ես աշխատանք եմ գնում, ինձ ճանապարհը ցույց տվեք, գնամ։ Ոստիկանությունը մի քանի անգամ նշեց, որ ակցիան, այսպես ասած, անօրինական է, խոչընդոտում են մյուսների իրավունքներին, դուք ինչ կասեք։ Այդ հարցին չպատասխանեմ, որովհետև դուք այդ հարցի պատասխանը սաղը գիտեք, կներեք։ Նույն հաջողությամբ մեր